Հոկտեմբերի 31-ին Եղվարդ բնակավայրը սովորականից մարդաշատ էր։ Տոնում էին Թորոս իշխանի աղբյուրի և հրապարակի վերակառուցման աշխատանքների ավարտը։ Սահմանամերձ այս բնակավայրի վարչական ղեկավարի խոսքով շուրջ 30 տարվա գաղափարը ի վերջո կյանքի կոչվեց։ 30 տարի առաջ բացահայտեցի ես ինքս ինձ համար, որ աղբյուրը պատահական աղբյուր չի, նաև մատուրի մեջ է բխում այդ աղբյուրը և ամենախթար վիճակում 30 մետր մնացել էր հողի տակ։ Հենց այդ պահից ինձ համար երազանք դարձավ, որ ես պիտի վերականգնեմ այս մատուրը, աղբյուրը ու տարածքը բարեկարգվի, ճարտարապետական լուծում ստանա և դառնա միջավայր Եղվարդի բնակիչների, ինչու՞ չէ նաև հյուրերի համար։ Թորոս իշխանը զոհվել է 1725 թվականին Եղվարդի ճակատամարտում և թաղվել տեղի եկեղեցու գերեզմանատանը։ Համաձայն մի լեգենդի, երբ հայ գրող Ռաֆին գտնվելով Եղվարդում աշխատում էր հայտնի վեպի վրա, ջուր է խմել հենց այս աղբյուրից։ Վերականգնված կոթողը խորհրդանշում է սերունդների և պատմական հիշողության անխզելի կապը։ Հազարավոր սերունդներ են անցնելու, փոխվելու, գալու, սա դարել է տեսարժան վայր։ Ժողովուրդը գալու են, նստելու են, հանգստանալու են, ամեն մեկը ինչի՞ չէ մի կտոր հաց են կիսվելու և հիշելու են, որ այսպիսի աղբյուր կա Եղվարդ գյուղում։ Այս փոքրիկ աղբյուրը մեր ժողովրդի համար դարձել էր սրբավայր։ Ինձ թվում է, թե Կապանի տարածքում չկա մի այլ գյուղ, որ ունենա այսքան հարուստ պատմություն, ինչպիսին Եղվարդն է։ Դարերի ընթացքում նա Հայաստանի մյուս վայրերի նման էր ենթարկվել է մեծ փորձությունների, ավերածությունների, ամենտեղ ստեղծել է իրեն գեղեցիկ ուխտավայրերը, բայց թողել այնտեղ։ Ես շատ ուրախ եմ, որ այսքան տարի հետո իմ ծննդավայրում բացվեց այսպեսի գեղեցիկ տեսարժան վայր։ Եվ նաև շատ հպարտ եմ, որ այս ծանր աշխատանքներին մասնակցում էին հայրս, ամուսինս և պապիկս։ Եվ ուզում եմ, որ այսպիսի աշխատանքները շարունակական լինեն։ Հայր, որդվովդ միացնիվ և հոգովոտ սրբով այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն։ Օծման արարողությունն իրականացրին Կապանի հոգևոր հայրերը, օրհնելով բնակիչների համար կենսական անհրաժեշտության աղբյուրի ջուրը։ Դրան հաջորդեց հրապարակի հանդիսավոր բացումը։ Աղբյուրի նորոգումը և հարակից հրապարակի կառուցումը հնարավոր է դարձել SOS Արևելքի քրիստոնյաներ բարեգործական կազմակերպության շնորհիվ։ Նախագծային արժեքը մոտ 30 միլիոն դրամ է։ Շինարարական աշխատանքները տևել են 3 ամիս, որին մասնակցել են նաև գյուղի արհեստավորները։ SOS Chrétien d'Orient travaille en Arménie depuis l'automne։ Եղվարդը շատ խիզախ գյուղ է։ Հուշարձան աղբյուրի վերակառուցումը մեծ նշանակություն ունի բնակավայրի համար։ Նպատակ ունենք նման ծրագրեր իրականացնել այլ սահմանամերձ բնակավայրերում ևս, ընդգրկելով սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, առողջապահական ոլորտները։ Աղբյուրի հանդիսավոր բացմանը ներկա էին նաև համայնքային իշխանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև սփյուռքահայեր, որոնք մասնակից դարձան բնակիչների ուրախությանը, ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը համայնքի զարգացման և համախմբման գործում։ Թորոս իշխանի աղբյուրը, շենին ջուրը նոր շունչ ստացավ և վստահ եմ դեռ երկար սերունդների կողքեվորի այն։ Կան ավելի շատ նախաձեռնություններ, որոնք նորից շեշտեն, վստահ եմ մեր գործընկերների, մեր բնակիչների, մեր համայնքի ուժերով դեռ իրականություններ կդառնան։ Այս ծրագիրը մշակութային ժառանգության պահպանման, սփյուռք հայրենիք համագործակցության լավագույն օրինակներից է, որը նախաձեռնողների խոսքով շարունակական կլինի։